Այսպիսի անուշու բուրումնավետ տեսարանով ձեզ ասում եմ բարի լույս իմ հայ ժողովուրդ, բարի լույս աշխարհով մեկ սփռված իմ լավ ժողովուրդ, ամենաջերմ մաղթանքներս ձեզ, ամենասրտագին պատճիկներս ձեզ, շնորհակալ եմ, որ հենց դուք եք իմ լավ ու բարի բարեկամներն ու հետևորդները, հիմա ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ գտնվում եք Անահիտի խոհանոցում, դե եթե խոհանոցում ենք, մի հավես բան հաստատ պատրաստելու ենք, են էլ ինչ համովություն, են էլ ինչ ընտիրություն, ինձ թվում է չի լինի մի մարդ, որ չսիրի այս համեղությունը ու իսկը սեզոնն է, որ պատրաստ ենք, հա, սիրելի հետևորդներս, օպա, կտրեցինք, լավ արեցինք, ահա, պատրաստեցի, նախապատրաստեցի, հիմա, ինձ թվում է կռահում եք, չէ, ինչ ենք պատրաստում, ելակի չափերը չի դուրս գալիս, սիրելի հետևորդներ, սա նախընտրելի է պատրաստել, ավելի խոշոր, ավելի այս չափի ելակներով իհարկե գերազանց կլինի, բայց կարևորը ընտրենք առողջ միրգ, օրինակ տեսեք, խոշոր է, բայց վնասված է, ուրեմն դա մեզ պետք չի, դիտավորյալ էի թողել, որ ցույց տամ, շատ կարևոր է, որ ելակները լավ լվացված լինի, իհարկե կարիքը չկա ասելու, բայց ուղղակի թեթևակի ասեմ, անցնեմ առաջ, ու իրանց լավ լվացել եմ, պոչերը նախընտրելի է ու մեզ պետք է, որ լինի, սա էլ չեմ դնում, տեսեք, այս մասը լավը չի, դուրս չեկավ, կարճ ու կոնկրետ ասած, հիմա սիրելի հետևորդներ ջան, ելակով համովություն եմ պատրաստում, վստահ եմ չի լինի նենց մարդ, որ ասի ես չեմ սիրում, հապա մի նայեք, շորիս հետ համահունչ, մի հատ ֆոտո, ասում եմ, հասարակ բան, բայց շատ համեղ դեսերտ է, շատ հարգի դեսերտ է, չէ, սիրելի հետևորդներ ջան, իրան ուղարկենք սառնարա, ինչքան կմնա, ոնց կմնա, ընթացքը ցույց կտա, հիմա, ովքեր տանը չունեն միկրոալիքային վառարան, կարող եք ջրային բաղնիքի վրա տաքացնել, ես ունեմ այսպիսի շոկոլադ, ինքը դառը շոկոլադ է, ամուսինս էր բերել, իրան հալեցնելու եմ, հետո շոկոլադը նամանավանդ միկրոալիքային վառարանում, եթե փորձում ենք հալեցնել, նրբություններ ունի, որ պիտի կարողանանք տիրապետենք, սիրելի հետևորդներ ջան, այնպես չի, որ սենց մի րոպեի վրա դնեմ ու ինքը ժամանակացույցը երբ որ հիշացնի լրացել է մի րոպե, ես իրան հանեմ, համարեմ հալված է, այդ ձևով շոկոլադի հետ եթե աշխատենք, դա կլինի սխալ, մտածում եմ, սա էլ բացեմ, նույն գործողությունը կարող եք սպիտակ շոկոլադով անել, կարող եք և այս սենց սրանցով անել, հիմա որպեսզի սիրելիներ ջան, կարողանանք շոկոլադը չվառենք, հետո ճիշտ աշխատենք, տեսախցիկս շրջեմ, այս ձևով, փորձեմ, որ չվառի, բացեմ, 15
30 վայրկյանի վրա դնեմ ու ինքը արդեն, այսպես ասած, ժամանակացույցը կտա։ Չենք շտապում, ոչ մի բանից չենք ուշանում, կարևորը ստանամ որակյալ հալված շոկոլադ։ Վերցնելու եմ մի այսպիսի թիակ խառնելու համար։ Առաջի հայացքից թվում է, թե քիչ է, էսա էնա, ինքը չի հալվել, բայց գործողությունը ներսից է կատարվում։ Դրա համար պիտի խառնենք, նորից դնենք 30-ի վրա ու պտտենք։ Երբ որ սպասում ենք երկրորդ անգամ, մի տեսակ ժամանակը դժվար է գնում, չգիտեմ դա մենակ իմ հետ է, այդպես թե բոլորիս հետ է, այդպես։ Մոտեցնեմ, որ տեսնեք, տեսեք, տակի մասից ինքը արդեն ուզում է, որ լավ հալված լինի, ասած անեմ, որ տեսեք, դրա համար համբերատար ձևով, սիրելի հետևորդներ ջան, իրա հետ կոպիտ ասած մի քիչ խաղալու ենք, քանի որ ուրիշ տարբերակ չունենք, որ որակյալ աշխատանք ունենանք։ Նորից եմ դնում, որ հալվի։ Սպասենք հալվի։ Տեսնենք այս անգամ ինձ ստացվեց, ապրես, նենց էլ ժամը հուշումը, սիրելի հետևորդներ, վայրկյանը վայրկյանին հուշումը, տեսեք, հիմա չեմ շտապելու ու նորից չեմ դնելու միկրոալիքային, որովհետև ուզում եմ մի հատ այսենց իրա հետ լավ աշխատեմ, տեսեք, բա գույնը, հիմա սիրելի հետևորդներ ջան, տեսակ, որ ինքը հալվեց, էլ իրա կարիքը չկա, ես ենթադրում եմ, այսենց հարթ մասսա պիտի ստանանք, սա այսպես, տեղադրեմ և անցնենք ելակները բերելու։ Այստեղ արդեն կողմնորոշվում ենք ինքներս, ինչպես վարվենք, ոնց անենք։ Մի քանիսը ասենց կվերցնեմ։ Կարող եք փայտիկի օգնությունով, կարող եք այս թոփերի օգնությունով, բայց ես ոչինչի օգնությանն չեմ դիմելու, ես պատրաստում եմ իմ տանը իմ համար, ասենց հետ եմ քաշելու իրան, ձեռքիս մեջ լավ պահեմ,
պտտեցնեմ, տեղադրեմ այստեղ, նույն ձևով մյուսին, իհարկե, այս մասերից, այսպես, հանգիստ, հանդարտ շարժումներով, որ ինքը գնա։ Ու հարթ լինի։ Եթե չեք կարողանում շոկոլադը ձեզ ենթարկել, մի աննշան, անհոտ, անհամ բուսայուղ կավելացնեք, բայց թե ես չեմ ավելացրել, ոնց տեսակ, որովհետև դրա կարիքը չկար։ Շարունակում ենք մյուսը, այս կողմից էլ, ամենահամեղու հարգի դեսերտն է, սիրելի հետևորդներ ջան, որ շատ-շատերս ենք նախընտրում, սա էլ այսպես, խոշորներից եմ ուզում սկսեմ, հենց այսպես, եթե ցանկություն կա, որ իրան գունավորեք, զարդարեք, կարող եք և զարդարել։ Այսպես ու նման ձևով մինչև վերջին շոկոլադի հետ և ելակի հետ աշխատելու եմ։ Մնացածը առանց ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ ձեր հետ միշտ պարզ ու անկեղծ եմ եղել, ուզում եմ ցույց տամ տարբերությունը, հապա մի տեսեք, օրինակի համար այս շարքի հարթ ելակներին և այս մյուսը, մանավանդ այս վերջի 4-ը, իրանց մակերեսն անհարթ է, քանի որ երևի կռահեցիք շոկոլադը վերջացավ, բայց մնացածը ամեն դեպքում ստացվեցին լավ, ճիշտ, հարթ, իմ աշխատանքը ինձ դուր եկավ, հիմա թողելու եմ սառի և արդեն վերջնական տեսքը ցույց տանք, իհարկե թաթախելուց հետո պոչիկները հնարավորինս արագորեն պիտի բացենք, որ տեսքը տեղը լինի, նամանավանդ, եթե նախատեսված է վաճառքի համար։ Իսկ ընդհանուր ունի այսպիսի տեսք, մի 40 րոպե սպասենք և կտրտենք։